կցանկանամ նշեմ, որ առաջին հանձնարարականը, որ ստացել ենք, դա եղել է վարչապետի կողմից այն հանձնարարականը, որ առաջին իսկ մեր բռնի տեղահանված քույրեր եղբայրների ժամանելու դեպքում ապահովել կեցավայրով եւ համապատասխան մինիմալ կարիքներն ապահովելու համար սննդով եւ հիգիենայի պարագաներով այդ փուլը կարող ենք ասել, որ արդեն անցած ենք, հիմա ժամը 16:00-ի դրությամբ Արագածոտնի մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ հաշվառված անձանց թիվը 3017 է, որոնցից 478-ը տեղակայված են հյուրանոցներում, հյուրատներում, իսկ 2539 անձ տեղակայված է տներում, սեփական բնակարաններում եւ ըստ համայնքների կարող եմ նշել, որ աշտարակ խոշորացված համայնքում 2305 անձ է, որից հյուրանոցներում, հյուրատներում 390 անձ, իսկ բնակարաններում, տներում 1915 Ապարան խոշորացված համայնքում 354 անձ է, որից հյուրանոցներում, հյուրատներում 57 անձ են, իսկ բնակարաններում եւ սեփական տներում, այսպես ասած, 297 անձ։ Թալին խոշորացված համայնքում 264 անձ, որից հյուրանոցներում 31 անձ են, իսկ տներում 233 անձ։ Եվ Ծաղկավիթ խոշորացված համայնքում 94 անձ, որից հյուրանոցներում, քանի որ հյուրանոց-հյուրանտներ չկան 0 անձ, իսկ տներում բնակարաններում 94 անձ են։ Այս պահի դրությամբ մարզում հաշվառում անցած եւ տներում բնակեցված 2539 անձից 2086 անձ ստացել են սնունդ։ Իսկ հյուրանոցներում, հյուրատներում հիմնականում սնունդը ապահովում են հենց տվյալ տնտեսվարողը, 3 անգամյա սնունդ է ապահովում, դրա համար մենք չենք անդրադառնում այդ պահով։ Դպրոց է ընդունվել 150 երեխա, տրանսպորտի հարցը կազմակերպում է կառավարությունը, այսինքն մենք վերցնում երեխաներին դպրոց տեղափոխելն ու հետ տանելը կառավարությունը իր վրա է վերցնում։ Նաև կցանկանայի նշել, որ տարվում են աշխատանքներ հյուրանոցներից, հյուրատներից դեպի սեփական տներ բնակեցնելու խնդիրը, որը շատ կարևոր է եւ կխնդրեմ մեր հայրենակիցներին այս հարցում մեզ աջակից լինել, որովհետեւ հետագա կանխատեսելի կյանք կառավարելու համար վստահ եմ, որ բնակարանները շատ ավելի հարմարավետ կլինեն։ Նաև կցանկանայի նշել, որ գործում է թեժ գծի հեռախոսահամար 0232 324 64 հեռախոսահամարն է, ցանկացած խնդրի դեպքում կխնդրենք զանգահարել թեժ գծի հեռախոսահամարին եւ եթե կան թերություններ, հայցում ենք բոլորիդ ներողամտությունը, կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ մարդիկ են ժամանել մարզ եւ ֆիզիկապես հնարավոր չէ ամեն ինչը շատ արագ կազմակերպել, բայց ցանկացած խնդրի կարձագանքենք։ Կրկին անգամ շնորհակալություն։ Պարոն մարզպետ, եւս մեկ հարց, ինչ խնդիրների եք բախվել մինչ այժմ, որը մարզային մակարդակում լուծելի չի դարձել։ Արդյոք այս պարագայում մենք կարող ենք ակնկալել, որ մարզում օրինակ կան բավարար թվով թափուր բնակարաններ, ինչու՞ չէ մենք նաև քննարկել ենք, որ մարդիկ կարող է իրենց սեփական տան կամ բնակարանի մեկ սենյակը տան վարձակալության, նախորդին նաև վարչապետը այդ մասին խոսեց, որ կարելի է շատ արագ վերանորոգել եւ վարձակալության հասնել, այսինքն մենք հնարավորություն ունենք այն ընտանիքներին, որոնք փոքրաթիվ են, 1 կամ 2 անձից են բաղկացած, հյուրընկալել նաև նման ընտանիքներում։ Ինչպիսի գործընթաց եւ արդյոք մարզպետարանը ինչ-որ մոնիտորինգ իրականացվում է, որպեսզի ֆիքսի թե բավարար ենթակառուցվածքներ կան, թե չէ։ Կին Բաղդասարյան, դուք ճիշտ եք, այս դեպքում մարզպետարանները եւ համայնքները շատ ճկուն են գործում, համագործակցում ենք տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության եւ համայնքների հետ եւ օպերատիվ ձևով բոլոր մեր գործընկերները արագ արձագանքում են եւ հիմա մենք հավաքում ենք տների բազա, որը որ արդեն ես իմ նախորդ խոսքում նշեցի, հիմնականում նախատեսված է նրա համար, որպեսզի հյուրանոցները, հյուրատները թոթափենք եւ ավելի շատ բնակեցնենք բնակարանները, քանի որ բնական է, որ նախ հյուրանոցներն իրանց
նորմալ կյանքը հետագայում դասավորելու համար եւ մեր բռնի տեղահանված քույրերը, եղբայրները ավելի կանխատեսելի կյանք կունենան տներում։ Այդ աշխատանքը կատարվում է, հենց հիմա էլ այդ տրավային աշխատում, առաջի փուլը համարվում է անցած, հիմա միջնաժամկետ ծրագրերի մասին է խոսքը գնում, իսկ միջնաժամկետ ծրագրերի մեջ առաջնային է հենց բնակեցման եւ աշխատանքի խնդիրների լուծման հարցն է։ Մենք շատ քույրեր եւ եղբայրներ ունենք, ովքեր ունեն մասնագիտական կրթություն, հանձնարարականը մեզ տրված է այնպես, որ անհատապես բոլորի ինֆորմացիան ստանանք եւ ըստ մասնագիտության փորձենք աշխատանքով ապահովենք եւ կարճ ժամանակահատվածում վստահ եմ մարդիկ աշխատելով ոչ միայն գլուծեն իրենց կենցաղային եւ հարցերը, այլ նաեւ ավելացված արժեք կստեղծեն Հայաստանի Հանրապետության համար։